Խորհուրդ, ովքեր հողի տարերքի ներքո են ծնվել, ուրեմն ցուլեր, բույսեր եւ այծեղջուրներ։ Հնարավոր է, եթե ձեր կյանքում ձեր պարտներները ձեզ դավաճանում են, կոլեկտիվում, բամբասանքներ, թակարդներ եւ այլը, այստեղ ժամանակն է ազատվելու այդպիսի մարդկանցից, ովքեր ձեզ բերում էին միայն խնդիրներ։ Եվ ժամանակն է, որպեսզի ինքներդ ձեզ սիրեք, ինքներդ ձեզ հարգեք եւ զբաղվեք ձեր ինքնագնահատականը բարձրացնելով, որովհետեւ այստեղ արդեն հնարավոր է դուք ունեք թշնամիներ, որոնք փորձում են խոչընդոտներ, որոնք փորձում են օգտվել առիթից եւ կարող են ձեզ նվաստացնել, ինչպես անձնական կյանքում, գործնական, կոլեկտիվային եւ այլն։ Ժամանակն է այս ամենից ազատվել, զերոյացնել, մաքրվել եւ նոր կյանք սկսել, նոր ծանոթություններ, նոր պերսպեկտիվա, որտեղ ամեն ինչ դեպի լավը կգնա, մեծ հնարավորություններ կտրվի ձեզ, ազատվելով այն մարդկանցից, ովքեր դավաճանում են, ձեր մեջքի հետևում, փորձում են ինչ-որ գործողություններ անել ձեր հանդեպ, հանդիսանալ որպես խոչընդոտ, գողանալ ձեզանից ձեր իդեաները եւ այլն։ Հետրեք այս խորհրդին, ձեզ հետագայում մաքրվելով այդ ամեն ինչից, ձեզ մոտ նոր պերսպեկտիվաներ, նոր ծանոթություններ, ամեն ինչ այնքան էլ վատ չի լինի, ինչքան դուք մտածում եք։ Հաջորդ քարտը դա խորհուրդ կույսերին։ Կույսերին խորհուրդ եմ տալիս հեռու մնալ եռյակ հարաբերություններից, եթե ամուսնացած եք իհարկե, որովհետև կարող է ձեր կինը իմանալ այդ մասին եւ ոչ լավ իրադարձություններ սպասվի ձեր կյանքին։ Միշտ գիտենք, որ տղամարդու հաջողությունը կախված է իր կնոջից, իսկ եթե ամուսնացած չեք, հերիք է մի թիթեռի վրայից թռնեք մյուս թիթեռի վրա։ Ժամանակն է, որպեսզի դուք կանգ առնեք, արդեն լուրջ հարաբերությունների մասին մտածեք եւ չխաղաք այլ մարդկանց ճակատագրերի հետ։ Եթե հանդիպում է ինչ-որ մեկը, մի խաբեք այդ մարդկանց եւ փորձեք նրա հետ լուրջ հարաբերություններ ստեղծել, որովհետեւ ժամանակն է ընտանիք կազմելու, առողջականի մասին մտածելու եւ սիրային հաղթանակները ձեր համար չեն։ Այստեղ ավելի շատ խորհուրդ եմ տալիս զբաղվեք ձեր առողջականով, երբ որ դուք առողջ եք, ամեն ինչ ձեզ մոտ կարող է լավ լինել։ Հաջորդը սիրելի այծեղջուրներ, հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր թակարդներ են լարում ձեր դեմ, նախանձում են, չար գործողություններ են անում եւ այլն։ Փորձեք մի փոքր իմաստուն լինել, մի փոքր խորամանկել եւ չենթարկվել նման կեղտոտ մանիպուլյացիաներից։ Ազատվեք այս սարդոստայինից, ինչը ներկա պահին ձեր կյանքում է եւ նոր կյանք սկսեք։